Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսուհետ այս ֆորմատը լինելու է մշտական բնույթի, որովհետև ես որոշել եմ վերականգնել YouTube-յան իմ գործունեությունը, բացի շորթերից, որոնք գցում եմ նաև իմ Instagram և TikTok, նաև գցում եմ դա գիտեք YouTube, որոշել եմ նաև վարել վերջապես իմ YouTube-ի էջը։ Ու սկսում ենք այդ իմ էջի վարելը 75-օրյա challenge-ից։ Եկեք ասեմ այդ ինչա։ 75 օրվա challenge-ը, այդ նշանակում 75 օր անում ես նույն բաները, որպեսզի մարզես քո մարմինը, որպեսզի ավելի առողջ լինես եւ լավ սովորություններ ձեռք բերես։ Հիմա ինձ պետքա մի քանի բան անել, եկեք մի քիչ հետ գամ, որպեսզի դա երևա։ Առաջնային պետք է ազատվել այս ձմեռային նոր տարվա փորիկից, որը արդեն խոզուկի պես երկու հատված է դարձել։ Ընդհանուր իմ մարմինը տենց թմբլ չի, բայց ոնց տեսնում եք փորիկը երբեք չի ուզում հեռանալ։ Երկրորդը պետք է ազատվել այս գեղեցիկ թևի այս բաներից, որը որ սիրուն չի նայվում ոչ մի բանի հետ։ Եվ ամենակարևորը երրորդը պետք է ազատվել ավելորդ քաշից։ Ասեմ, որ ես այս քաշի մեջ իմ ամբողջ կյանքում երբեք չեմ եղել։ Ես իմ կյանքի մաքսիմալ քաշնա հուսով եմ դրանից ավել երբեք չեմ էլ լինի, այն որ լեզուս էլ չի ֆռում ասեմ թե ինչ կանեմ, այնպես որ ավելավա ցույց տամ։ Ես չգիտեմ ձեզ մոտ երևում է թե չէ, բայց այստեղ քաշս ցույց է տալիս 65.5, 65.45 եւ դա դաժան է։ Կարճ ասած ես պարտավոր եմ վերադառնալ իմ 58 կիլոգրամ քաշին եւ դրա համար պարտավոր եմ անել հետեւյալ գործողությունները։ Ես հեսա ցուցակով այստեղ կգրեմ թե ինչ եմ անելու։ Նաև գիտեմ, որ սպորտով զբաղվելը բավականին դժվար բան է, հատկապես իմ նման ալարկոտ էակի համար։ Չէ, ես կյանքում ալարկոտ չեմ, ես սպորտի հանդեպ եմ ալարկոտ։ Այսինքն ինչքան հնարավոր է ես կարամ աշխատեմ, դուրսը լինեմ, չգիտեմ, գումար աշխատեմ, նկարեմ վիդեոներ եւ այլն, բայց սպորտը իմ համար հատկապես ջիմ գնալը դա տանջալից երևույթ է, ես իհարկե պետքա փոխեմ իմ մտածելակերպը դրա հետ կապված, որտեղ ջիմն էլ է կարևոր, բայց որպեսզի ես չթողնեմ կեսից իմ գործունեությունը, այսինքն այս 75 օրս իսկապես դառնա 75 օր եւ ավել, ես մի հատ լավ բան եմ մտածել իմ համար։ Ոչ թե անելու եմ 100 հատով ամեն ինչը, այլ սկսելու եմ քչից, պուջուր քայլերով ենք առաջ գնալու։ Այսինքն սկսելու ենք 20 հատով, 30 հատով, 40 հատով, մինչև հասցնենք արդեն այդ 100 հատին։ Իմիջիայլոց տեսել եմ շատ հետաքրքիր վարժություն, այդ վարժությունների կոմպլեքս, որը արվում է, չգիտեմ, երևում է թե չէ այստեղ, աթոռի միջոցով։ Հա, չասեցի ամենակարևորի մասին։ Քանի որ մենք շատերս սովորենք այսպես նստել, հեռախոսն է ձեռքներս բռնած, փչանում է նաև մեր մեջքը եւ մեր ասանկանը։ Այնպես որ ամենակարևոր պայմաններից մեկը նաև այն է, որպեսզի ուղղեմ իմ մեջքը, ու սովորություն սարքեմ քայլել ուղիղ ոչ թե սենց, այլ սենց։ Էդ էլ է կարևոր։ Այնպես որ ինչպես կասեր մեր աղջիկ բլոգերներից մեկը, գնաց։ Դրամադրող երաժշտությունը պարտադիր է։ Իմ երկրորդ վարժությունը անելու եմ այս սարքի միջոցով։ Այս սարքի միջոցով արի դնեմ այստեղ նոր պատմեմ իր մասին, որ մի քանի տարի առաջ նվեր էի ստացել ծննդյանս օրվա կապակցությամբ եւ իրա վրա երկարաժամկետ փոշի էր նստել։ Այսօր որոշեցի, որ իմ 75 օրվա challenge-ը դա առիթ է իրան օգտագործելու։ Այնպես որ մենք հիմա վայելում ենք իմ արաբական պարերի հմայքը այս սարքի վրա։ Ուրեմն, այս սարքը արդեն միացրել եմ, գնում եմ կանգնեմ եւ տեսնեք թե ոնց եմ սկսում դորդորալ։ Չթողնեմ այս գործը, ես ստիպված եմ լինելու ձեզ համար նկարեմ ամեն օրյա այդ challenge-ից 75 օրն էլ նկարելու եմ։ Բայց որպեսզի դուք չհոգնեք իմ 75 օր ամեն օր նույն բանը անելուց, ես դեռ այս զրտիկի վրա եմ էլի կանգնած, որպեսզի դուք չհոգնեք 75 օր նույն բանը տեսնելուց, ես կնկարեմ նաև իմ օրվա վլոգը, այսինքն 75 օր դուք անցկացնելու եք ինձ հետ։
Անֆայ մերեխա, տեսել եք, էտը յա, մարդ, որ ունի DJI միկրոֆոն, եսի DJI կայց գովազդը չի, ու հիմա դուք մինչև ես լսել եք ձենը առանց միկրոֆոնի, այ, լցնում ենք բաժակները, սյո, հետ եմ տեղադրում այս միկրոֆոշս, և սիրուն ձևով միացնում եմ ձայնը, հուսով եմ ավելի լավ, իսկ հիմա ես քանի որ նաև ունեմ տուն տեղ, պետք է հավաքել տեղերը, արջիս հավաքել տեղերից և այսպես, արի արջուկիկ պետք է տեղերը հավաքենք, պիժամկեն հավաքենք, տեղերը հավաքենք, որպեսզի հետո ում տանենք դուշ, ով է գնալու դուշ, արի ով է գնալու դուշ, ով է խաղալու իմ հետ, ով է գնալու դուշ, սիրեմ քեզ արջի, նյամը տնդ է, դե որ իջնես ես տեղերը հավաքեմ, կարող է էտել անենք, դավայ, իջի, արջին իջնում է, ընտիր, այ, լցնում ենք բաժակները, այսօր էտ երկնայի մտքին ամբողջ օրը, ոնց որ թե այդպես է լինելու է, կարող է ընթացքում մի հատ էլ հետ երկով մի բան նկարեմ, ասենք get ready with me, այս երկով, 75 օրվա challenge-ի ամենադժվար բանը այն է լինելու, որ ես ամեն աստծո օր պիտի վիդեո մոնտաժեմ տեղադրեմ, ամեն օր պիտի վիդեո մոնտաժեմ 75 օր, պատկերացնում եք, բացի իմ հիմնական էջերի վիդեոների մոնտաժներից, նաև YouTube-ի մոնտաժ, եթե ինչ պետք է հեշտ բան չի, այնպես որ աննկարագրելի շատ կխնդրեմ ձեզ, լայքերով, պատվիրշկեքով, ինձ միանալով, challenge անելով, կոմենտներ գրելով, որ դուք եք միանում իմ challenge-ին ու գեղեցկանում մարզվում ենք 75 օրվա ընթացքում, որպեսզի ես ինձ մենակ չզգամ ու կեսից չթողեմ այս գործը, որը ինձ տրվել է բավականին դժվարությամբ։ Իմիջայլոց շատ քիչ դեպքեր է լինում, որ ինձ մոտ լինում է բարձրացում ճնշման, դեսնեն եւ այլն, իսկ երեք իմ մոտ աչքերս դուս էր գալիս, գլուխս պայթում էր, ճնշումս բարձրացել էր փաստորեն, կամ էլ իջել էր, չգիտեմ, որովհետեւ չեմ չափել, բայց մի բան հասկացա, որ փաստորեն ինձ սուրճը օգնում է, որպեսզի ճնշումս կարգավորվի եւ գլխացավս թուլանա։ Ես ինչպես գիտեք, տենց շատ սրճասեր, սրճամոլ չեմ, վերջերս եմ առհասարակ սկսել սուրճ օգտագործել, բայց պարզվեց լավ բան է, ինչի չէի սիրում սուրճ, որովհետև քանի որ ամբողջ մարդկությունը ընկած սուրճ էր խմում, ես գտնում էի, որ դա կախվածություն կարա առաջացնի, իսկ այն ինչ կախվածություն կարա առաջացնի, սկսած կոլայից, ես թարգում եմ, բայց մեծ հաշվով այդ պատմությունը մի քիչ ավելի խորը արմատներ ունի իմ սուրճ չխմելու, եկեք համ դնեմ, համ պատմեմ, ինձ թվում է ձեզ էլ հետաքրքիր կլինի, ուրեմն երբ ես փոքր էի, մոտ 3-3.5 տարեկան, մեր բակում կար սովորություն, իմիջայլոց շատ լավ բակ ենք ունեցել, շատ լավ հարևաններ ենք ունեցել, երևի թե հիմա տենց բակ ու հարևաններ շատ քիչ են լինում, ոնց որ մեզ մոտ ա եղել, ամեն առավոտ ամռանը մեր մամաները հավաքվում էին իրար հետ, մի քանի ընտանիքով և սրճում էին, մոտ 7-8 կին միասին հավաքվում սրճում էին, վայելում էին իրենց առավոտը և այլն, Ինչ հա լինում մի անգամ մամայիս սուրճ դնելու հերթն է լինում, մամա սուրճը դնում է, լցնում է բաժակներով և քանի որ այն ժամանակ բոլորը չէր, որ ունեին հեռախոսներ, գնում է հարևաններին կանչելու, որպեսզի պատկերացնեք, մեր տները գտնվում էր իրար շատ մոտիկ ու հարևանները այդքան էլ հեռու չէին, ինչա տեղի ունենում, մաման գալիս է տուն և տեսնում է, որ սուրճ կա, բաժակները մաքուր են, մտածում է, որ երևի թե ինքը այդ սուրճը չի դրել ուղղակի, մոռացել է դնի ու իրան թվացել է, թե դրել է, մեկ էլ տեղերի տակից դուրս է գալիս ով, հերոսը, ավելի շուտ հերոսուհին, բեղերով, սև և սա երեսը կոֆե, 3 տարեկան, եթե ինչ 3 տարեկանում 7 բաժակ կոֆե եմ խմել, սուրճ եմ խմել և փաստորեն ես հագեցել էի սուրճից մինչև 36 տարեկան, որտեղ մինչև այդ չեմ խմել, միշտ ինձ ասում էին, որ հեսա կգնաս գործի, կաշխատես և այլն ու կսովորես սուրճ խմել,
գնացի աշխատեցի, այնտեղ բոլորը սուրճ էին խմում, օրը մի քանի բաժակ ես դա չարեցի, չստացվեց էլի իմ մոտ, հեսա կսովորես գիշերները չքնելու համար սուրճ կխմես, էդ էլ չեղավ, ես առանց դրա էի կարողանում, ինձ ավելի շատ ջուրն ա դուր գալիս, գազիրովկեքը եւ վատ բաներից Red Bull-ը, բայց Red Bull չեմ օգտագործում, դա էլ եմ թարգել, որովհետեւ այն ինչ առաջացնում է կախվածություն, պետքա չանել։ Իսկ Red Bull-ը առաջացնում է հաստատ կախվածություն։ Սուրճի մասով ինքը իմ ամենօրյա ընկերը չի, ինքը գալիս է իմ կյանք այն ժամանակ, երբ որ սենց ուղակի սիրտս տեսնում, սիրտս ուզում, աչքս տեսնում է բաժակ եւ տենց որոշում եմ, որ այսօր կարելի է նաեւ սրճել։ Ու ունենում եմ ժամանակ, որովհետեւ եթե ես ուշ եմ արթնանում ու պետքա տնից շուտ դուրս գամ, այդ ժամանակը չեմ ունենում բնականաբար ու բայ-բայ սուրճ։ Եթե չկա ժամանակ, ջուրը խմում ենք եւ դուրս են գալիս։ Թե ինչ գնանք միասին վայելենք իմ մեկ բաժակ սուրճը եւ 10 րոպե գիրք կարդալը։ Ես այս գիրքն եմ կարդում այս պահին, Վահագն Դիլբարյանի 101 բիզնես գաղտնիքները, արդեն ահագին կարդացել եմ, եթե ինչ, ու շատ եմ հավանում, շատ, ինձ թվում է ես այս գիրքը որ կարդամ, այս գրքի հետ կապված էլ մի հատ լավ աբզոր պետք է նկարել, չնայած այս գրքի հետ կապված ամեն մի պատմություն է իրա, մի հատ առանձին պատմություն է, որ կարելի է ուղղակի նկարել այդ պատմությունները որպես բիզնես գաղափարներ, հա, այսպես ասած, որովհետև այստեղ գնում է Airbnb-ի մասին խոսքը, Samsung-ի մասին խոսքը, այն ֆիրմաների, որոնք որ զրոյից հասել են միլիարդների հաջողության։ Հա, ես սիրում եմ իմ ուղեղը լցնել բիզնես գաղափարներով։ Եթե ինչ, հա, ես փող սիրում եմ, փող աշխատել սիրում եմ։ Եթե ինչ-որ մեկը դեմ է այդ փող աշխատել սիրելուն, դա շատ վատ է։ Այդ նշանակում է ինքը երբեք չի զգացել այն էմոցիաները, երբ որ դու ինքդ կարողանում ես աշխատել, ստեղծել ու քո ստեղծածով մի բան առնել։ Չգիտեմ։ Ես սիրում եմ դա ու պետք է պարտադիր ունենալ նպատակներ ու նպատակներն էլ պետք է լինեն մեծ, որպեսզի գոնե դրա մեջտեղին կարողանաս հասնել։ Այդքանը այս հարցի շուրջ։ Հիմա որպեսզի հաճելի լինի։ Իսկ հիմա որպեսզի շատ հաճելի լինի իմ կարդալը, ես պարտադիր ինչ եմ անում, մեր հեռուստացույցը smart-ա, լավն է, ես գժվում եմ այս հատվածի համար մեր տան, որովհետև այստեղ գտնվում է իմ գիտարը, իմ դրիմբորդը, իմ սիրելի հեռուստացույցը, որտեղ հաճելի երաժշտություններ են լինում, վայելում ենք գիրքը։ Իմիջիայլոց, եթե ձեզ հետաքրքիր է այս գրքի միջի, այսպես ասած, պարունակությունը, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, ու ես գրեթե կարելի ասել ամեն կարդացածս հատվածի հետ կապված վիդեոներ կնկարեմ ձեզ համար ու կարծում եմ շատ օգտակար խորհուրդներ կլինեն։ Ես որոշեցի նաև, որ ամեն օր, երբ որ ես կարդում եմ այս գիրքը, ձեզ համար մի հատ հետաքրքիր միտք անեմ ու ձեզ հետ կիսվեմ այդ մտքով։ Այսօր արդեն գտել եմ այդ միտքը։ Եկեք կարդամ, տեսեք։ Երևի լսել եք 6 ձեռք սեղմման կանոնների մասին։ Ըստ որի մոլորակի վրա ցանկացած մարդու կարելի է հասցնել տեղեկությունը 6 ծանոթների միջոցով։ Այդ գաղափարը առաջ է քաշվել 1967 թվականին հոգեբան Սթենլի Մինգրեմի կողմից, որը հետաքրքիր հետազոտություն է կատարել, որի ընթացքում Նեբրասկայի բնակիչներից մի քանի 100 մարդու առաջարկել էին նամակ ուղարկել Բոստոնի բորսայի բրոկերներից մեկին։ Մասնակիցներից յուրաքանչյուրը կարող էր նամակ ուղարկել իր ամենամոտ ծանոթներից մեկին, որն էլ պետք էր փոխանցել բրոկերին։ Ամբողջ նամակների 1/3-ը հասել էր հասցեատիրոջը, անցնելով միջինը 6 մարդու ձեռքով։ Այսինքն մեկը փոխանցել է իր ընկերոջը, ինքը մտածել է ում կարա փոխանցի, որ ավելի մոտ լինի այդ մարդուն, ու այդպես 6 հոգու միջոցով այդ նամակները տեղ են հասել։ Սա խոսում է կարևոր փաստի մասին, որ հարկավոր է ստեղծել ծանոթությունների մեծ ցանց եւ ցանկալի է այնպիսի մարդկանց, որոնք ունեն մեծ կապեր, որտեղ ցանկացած մարդու մոտ կապերը կարող են օգտակար լինել ձեզ ու ձեր բիզնեսին։ Այնպես որ, եթե լինում են օրինակ հետաքրքիր բիզնես հանդիպումներ, բիզնես կոնֆերանսներ եւ այլն, մի հապաղեք եւ գնացեք այդ կոնֆերանսներին, ինչի համար, որովհետեւ այնտեղ դուք կատարում եք networking, այսինքն ծանոթություններ եք հաստատում բավականին մարդկանց հետ։
Իսկ ծանոթությունները բերում են հետագայում ավելի հեշտացման ձեր գործի։ Օրինակ, չգիտեմ, ձեզ ինչ-որ բան է պետք, որը ունի, օրինակ, ենթադրենք, այս պահին ինչա մտքիս եկել։ Մարիանա ընկերության տնօրենը, հա, ուզում եք համագործակցություն ստեղծել։ Մարիանա ընկերության տնօրենի հետ միանգամից չեք կարող կապ հաստատել, որովհետև ինքը ձեզ ուղղակի չի լսի, բայց ինքը ունի հաստատ մի քանի ընկերներ, ում կարծիքը շատ կարևոր է իր համար, ու եթե դուք կարողանաք ծանոթներ գտնել այդ ընկերների կամ, չգիտեմ, իրենց աշխատակիցների հետ կապված, կկարողանաք հասնել այդ մարդուն ու ձեր առաջարկն անել։ Այսօր այսքանը։ Այ հաջորդ էջում հենց իմ ասածներն էր գրված, դա էլ եմ ուզում ձեզ համար կարդալ։ Դարձեք ակումբի անդամ, դարձեք որևէ ակումբի անդամ, արշավների, գրքասերների, գործարարների, ոլորտը կապ չունի, քանի որ ակումբի անդամ լինելով դուք միանգամից ծանոթանում եք մեծ թվով մարդկանց հետ, որոնք էլ ունեն իրենց ծանոթությունները։ Մասնակցեք տրեյնինգների, քանի որ տրեյնինգների մասնակցությունը ոչ միայն փոխանցում է գիտելիքներ, այլ նաև տալիս է կապեր, մարդիկ, որոնք նույնպես ցանկանում են սովորել եւ միգուցե կարող են դառնալ ձեր ապագա հաճախորդը կամ էլ գործընկերը։ Օրինակ, չոր մարքեթինգի կուրսերից հետո Միրաքյան Վահրամը ստեղծել է նաև չոր մարքեթինգ ակումբը, որտեղ գործարարները հանդիպումներ են ունենում, այցելում են տարբեր վայրեր, սեմինարներ, քննարկումներ, խաշի եւ ամրապնդում կապերը։ Այցելեք ֆիթնես կենտրոններ, սպորտը եւս ծանոթությունների հնարավորություն է տալիս, քանի որ ունենում եք ընդհանուր հետաքրքրություն, առողջ ապրելակերպ։ Ֆիթնես ակումբներում եւս կարող եք մեծ ծանոթություններ ստեղծել։ Ես չգիտեի ճիշտ ասած, հա, չնայած լսել էի չոր մարքեթինգ ակումբի մասին, ես ինքս չեմ գնացել, դեռևս ամենայն դեպս, բայց գուցե եւ մտածեմ այդ մասին։ Այնպես որ հետաքրքիր էր։ Վերջում էլ գաղտնիք 8-ը, ես իմիջայլոց գաղտնիք 8-ին եմ հասել, մինչև այդ չեմ արել, եթե ձեզ հետաքրքիր լինի այս գրքի հետ կապված վիդեոներ, անպայման գրեք մեկնաբանությունների դաշտում ու ես սիրուն վիդեոներ կնկարեմ այս գրքի յուրաքանչյուր միտք չեք պատկերացնի ինչքան մարգարիտ է, ինչ կարևոր է ու ինչ լավն է։ Գաղտնիք 8. Եթե որևէ մեկի գիտելիքների կամ որոշակի օգնության կարիքն ունեք, ապա նախապես մտածեք, թե ինչպես կարող եք օգտակար լինել նրան։ Հետաքրքիր միտքեր, չէ՞։ Այսինքն, եթե ուզում ես, որպեսզի քեզ օգտակար լինեն, ոսկի կանոնն է, կարելի ասել նույն։ Դու պետք է օգտակար լինես այդ մարդուն, որովհետև ամեն ինչ այս կյանքում փոխադարձ է։ Այսօր այսքանը մեր կարդացած գրքից, կհանդիպենք այս գրքի հետ վաղը։ 75 օր ունենք այս գիրքը կարդալու համար, չնայած որ ես կարծում եմ մենք ավելի շուտ կկարդանք, վերջացնենք եւ կանցնենք այլ գրքի։ Իմիջայլոց իմ նպատակների ցանկում կա ամսական 1 գիրք կարդալը, այնպես որ այս 75 օրվա չելենջը ինձ կօգնի այդ նպատակից եւս հասնել եւ մի հատ էլ մեծ պտիչ կավելացնել նպատակներից ցուցակում։ Իսկ թե առհասարակ ինչպես են dream world կառուցում եւ այլն, ես ձեզ էլի կարող եմ ցույց տալ վիդեո տարբերակով։ Ու եթե ձեզանից շատերին հետաքրքրի նաև օֆլայն հանդիպում միասին ձեր երազանքի տախտակը կառուցելու համար, ձեր dream board-ը կառուցելու համար, մենք կկազմակերպենք միասին նաև այդ։ Չէ, տենց չի։ Նայ, գինի խմելը էն էլ Սարյանում, հասկանում ես։ Դա առողջության ամենամտերիմ բանն է։ Ինքը, Այո, գինի, Սարյան, պատկերացնում ես այդ էմոցիաները, որ դու ստանում ես, այդ էմոցիաները քեզ տալիս են էնդորֆիններ, ու դու կարողանում ես, չէ, սպասի, ու դու կարողանում ես մնացած քո գործունեություններն անես։ Ես չեմ ասել, որ 75 օր առանց ալկոհոլ եմ ապրելու։ Ես ասել եմ, որ 70 Ոչ, առողջ ապրելակերպի մեջ մտնում է 1 գավաթ գինին, ոչ ամեն օր իհարկե։ Չէ, 75 օր որ լակ ենք, բնականաբար այդ վաբշե առողջ ապրելակերպ չի լինի։ Հա, բայց տենց։ Ոչինչ, լավ։ Դու? Որ ես քեզ սիրեմ իմ հրաշք։ Էնդորֆինների բաժնից արջիս է։ Ես չգիտեմ, այս աշխարհում ես քեզ ուտեմ։ Ես քեզ սիրեմ, ես չգիտեմ, այս աշխարհում սենց սեր գոյություն ունի, թե չէ։ Ես քեզ սիրում եմ, ձոկ։ Ես չգիտեմ, սենց չքնախ կենթանի, որ քեզ սիրում է անկախ ամեն ինչից, անկախ նրանից դու լավն ես, վատն ես,
չգիտեմ, ուրիշների համար ոնցն ես, իր համար դու միակն ես, անկրկնելին ես։ Ես չգիտեմ, սենց բան չկա։ Այն որ բոլորիդ մաղթում եմ ունենալ այսպիսի շեր այս կյանքում։ Դիժիլ եմ կեժիրում։ Ու չասեք, որ սա զզվելի է։ Ես իր համար գժվում եմ, ուղղակի գժվում եմ, խենթանում եմ, խելագարվում եմ, էմոցիաներ եմ ստորում։ Всё, լավ, քեզ խելոք թողեմ, գնամ նախաճաշ պատրաստեմ։ Աստվածային նորություն ունեմ ձեզ համար։ Վերջապես իմ Xiaomi Aero-Grill-ը եկել է։ Ես չգիտեմ սա ինչ էր, բայց ես ու Աննան իրար հետ ամեն մեկս մեր տանը իհարկե պատվիրել էինք այս հենց նույն Aero-Grill-ից, այս Aero-Grill-ից։ Բայց պատվիրել էինք այսպես, սկզբում պատվիրեցի ես, մի շաբաթ հետո պատվիրեց Աննան։ Աննայիս Aero-Grill-ը եկել էր, իմ Aero-Grill-ը չէր եկել։ Ընդ որում իմ Aero-Grill-ը պետք է գար ամսի 24-ին ու եկեք տեսնենք քանի օր է անցել ամսի 20, ամսի 4-ն է արդեն։ 10 օր ուշացել է, Աննան արդեն իր 5-րդ, այն մի հատ բան կար, գովաստ կար, Փարանձեմ նութագուհին, որ հարիսայի իմ պատրաստում։ Հիմա իմ Աննայի պատմությունն է։ Աննան արդեն հարիսան պատրաստել էր, գնում է իր համար ման գալու եւ լավ ժամանակ անցկացնելու, իսկ ես ոչ։ Չգիտեմ։ Այսօր իմ Aero-Grill-ը գալիս է։ Դրանից հետևություն, որ մենք այս հետ սնվելու ենք համով, առողջ ու ձեր համար էլ նկարելու եմ համով բաղադրատոմսեր։ Հետ եկանք իմ ամենասիրելի վայրերից մեկը՝ խոհանոց։ Եվ պատրաստելու եմ շատ կարճ նախաճաշ։ Այսօր ուզում եմ ուտեմ 2 ձու թեյ նախաճաշին ու էլ ինչ եմ ուզում ուտեմ։ Եվ երևի թե մի 2 կտոր անանաս կուտեմ, որովհետև ես շատ սովածություն չեմ զգում, բայց գիտեմ, որ ամբողջ օրը պետք է լինեմ դրսերը, որովհետև դե հոտանը չեմ մնալու ամբողջ օրը, գործեր ունեմ ու նույնիսկ չեք պատկերացնի, թե իրար հետ ուր ենք գնալու հասնենք։ Դրա համար պետք է նախաճաշել։ Սառը ջրի մեջ դնում ենք 2 ձու եւ սպասում ենք, որ ինքը եփվի, որովհետեւ ես առհասարակ ավելի շատ սիրում եմ sense էսթետիկ նախաճաշեր, տոստի վրա զվաձեղիկով, բանով եւ այլն, բայց այս պահին սիրտս ուզում է թերխաշ ձու ուտեմ։ Ես սիրում եմ նաեւ թերխաշ ձու։ Գրեք խնդրում եմ մեկնաբանություններում ով է այդ սիրում ու ով է այդ սիրել Բրեմենյան երաժիշտների մուլտիկից հետո, որովհետև ես դրանից հետո եմ սկսել դա ուտել, փոքր ժամանակվանից մաման միացնում էր այդ մուլտիկը, որտեղ թակավոր այդ փոքր ձուն գտալիկով ուտելով ման էր գալիս ու ես իր հետ մեկտեղ ուտում եւ սկսում էի սիրել ու սովորել։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում ով ինչ ձև է սիրում ձուն ուտել, համ էլ կշփվենք կհասկանանք թե ով ինչա նախընտրում։ Այսօր սնվելու եմ առավոտյան նախաճաշին 2 ձու, 2 կտոր անանաս, աղ պղպեղ, խմելու եմ ջուր եւ մի փոքր կարագ եմ օգտագործելու, որովհետեւ պարտադիր ուզում եմ օմեգա խմեմ։ Իմ ջելոց իմ օմեգան Oriflame-ինն է ու շատ եմ հավանում։ Նույնիսկ ավելի շատ եմ հավանում, քան ամերիկական օմեգաները։ Քանի որ մենք սկսել ենք առողջ challenge, բնականաբար պետք է նաև օմեգա խմեմ։ Այնպես որ բարիախորժակ ինձ եւ երևի թե նաև վաղուց բարիախորժակ ձեզ, որովհետեւ հավանաբար դուք այս վիդեոն կտեսնեք երեկոյան ժամին, երբ որ հանգիստ լինեք, արդեն ռելաքս լինեք, օրը ավարտած համարյա լինեք եւ որոշեք հանգստանալ իմ այս հոլովակի ներքո։ Հուսով եմ էլի, որ հանգստանում եք, ոչ թե ներվայնանում, որովհետև առհասարակ իմ օրվա գրաֆիկը, որ մարդիկ տեսնում են, շատ հաճախ լինում է ավելի շատ նյարդայնանում են, քան հանգստանում։ Բայց ես հանգստանում եմ դրանից, որովհետև ես չեմ սիրում շատ հանգիստ ապրելակերպ, այսինքն ես այդ գեղեցիկ ինստագրամյան էսթետիկ տարբերակների մարդկանցից չեմ, ովքեր որ առավոտյան զարթում են մենակ 15 րոպե այսպես ձգվում են, հետո, չգիտեմ, շատ քնքուշ կերպով, իմ մոտ ամեն ինչ արագ է, վազում ենք, վզ, չգիտեմ, ես կյանքից մաքսիմալն եմ ուզում, այնպես որ շատ եմ էփել, խաշած ձու ենք ուտում, ունիմաստ սենց կոր բան արեցի, կտրեցի, շողոտ է էփել, ափսոս,
Բայց իրականում սպասեցի մի քիչ եռաց ու անջատեցի։ Պետք է ժամ պահել։ Ուտելու ընթացքում այնպես որ վերցնում ենք երկու պարկուճ։ Իր անունը պարկուճ է փաստորեն։ Թե պատիճ, մի րոպե։ Պատիճ թե պարկուճ, հայերենով ինչպես է։ Պարկուճ։ Երկու պարկուճ։ Եվ ներս ենք անում այդ երկու պարկուճը, կներեք բերանցը, բայց ես խոսում եմ։ Շնորհակալ։ Մեծ քանակի ջրով ներս արեցինք։ Որպեսզի ձեզ շատ չձանձրացնեմ, ես կուտեմ եւ կվերադառնամ։ Մի հատ բան եմ որոշել անեմ, որ իրականում չգիտեմ դա ինչ ազդեցություն կունենա, հեսա կկիսվեմ ձեզ հետ ուտելուց հետո։ Այս սրանք ոչ մի կերպ, ոչ շոտկայով, ոչ մի բանով չեմ կարողանում դվանամ, մաքրեմ եւ անցկացնեմ իրենց վրայի լաքաները։ Որոշել եմ գցեմ լվացքի մեքենան։ Ես չգիտեմ դրանից ինչա դուրս գալու, բայց եթե դրանից դուրս չգա մի լավ բան, այսինքն լինի լիքը վատ բան, խնդրում եմ, դուք այս վիդեոն չեք տեսել։ Սրա երկուսն էլ արդեն այնտեղ հեղուկ լցրել եմ, թե դեռ չէ։ Չէ, հեղուկ չեմ լցրել։ Հեղուկն էլ կլցնեմ միանգամից բառաբանի մեջ, որպեսզի լեսի չհանեմ բերեմ։ Կդնեմ 30 րոպեանոց ռեժիմ։ Այ այսպես։ Եվ միասին կտեսնենք, թե Լիլիթը ոնց է ավիրում իր սեղանի փոքրիկ կլոր սփռոցները։ Տեսնենք 40 աստիճան 30 րոպե։ Լողացեք, ապերներ։ Իսկ մենք գնացինք փոխվելու, հագնվելու այս մազիկներին մի բան անելու եւ գեղեցիկ տեսք ստանալու, որպեսզի դուրս կամ գնամ մնացած գործերից։ Այսօր դուք իմ հետ եք։ Ну, մեծ հաշվով առաջիկա 75 օրը դուք հաստատ իմ հետ եք։ Հուսով եմ, էլի իմ հետ եք։ Անկեղծ այնքան ուրախ կլինեմ, որ իմ հետ լինեք ու կոմենտներում գրեք Вообще ոնց անցնում իմ օրը։ Խո փոփոխելու բան ունեմ։ Խողա ավելի հաճելի բաներ պետք է անեմ։ Չգիտեմ։ Ինձ թվում է ես առհասարակ շատ հավես եմ ապրում, շատ հետաքրքիր եմ ապրում ու ձեզ էլ հավես կլինի իմ հետ ժամանակ անցկացնելը։ Այ, իրականում ես պատրաստվելու համար ունեմ ընդամենը 15 րոպե, որովհետև 15 րոպեից արդեն վсё պետքա դուրս գալ տանից, այնպես որ ինձ թվում է այս պատրաստման ընթացքը ձեզ ցույց չեմ տա, կցույց տամ միանգամից արդյունքը։ Գնացինք։ Մի հատ արագ լուծենք այս մազերիս հարցերը, որոնք կեսը կարճ են, կեսը երկար։ Այսօր ես իրենց պատրաստում եմ պոչիկ կապեմ, որպեսզի իրենք ես չխանգարեն կյանքի եւ գործունեության համար։ Նախ եւ առաջ, քանի որ այս մասերս կարճ են, իրանց հավաքում եմ հետ, բավականին ձիգ։ Եվ այստեղ ճպուցնում եմ այս կարաբիկներով, մեկ կարաբիկ այստեղ։ Հետաքրքիր է, դրա անունը խեն դրել կարաբիկ, вообще կարաբի նման չի, չի պահում կարաբիկը իմ մազերը։ Նորից ձգեցինք, կապեցինք, լավ էր։ Անցանք հաջորդ հատվածին, էլի սանրում ենք, վсё, կարաբիկին հավաքում ենք, բայց ինձ թվում է կարելի է թրջել մի փոքր, որ ավելի ձիգ կանգնի մազերս։ Մեծ հաշվով կարելի է ժելե էլ անել, որ սենց էլ հետո մնա, բայց հավաքեմ նոր ժելեն կանեմ։ Կարաբիկից ոտը ջարդվեց, այս մի կարաբիկը երևի պակին ու չխատարեց, նայենք ինչքան է ջարդվել, չէ, մի հատն է ջարդվել, կարանք օգտագործենք, դեռևս ձգում ենք, կապում ենք, իրականում շատ դժվար է պրիչոսկա անելը, երբ որ մազերից կեսը երկար է, կեսը կարճ, որովհետև պետք է նենց անես, այդ կարճերը չերևան, իսկ դա բավականին դժվար է։ Օպա, բայց հերոսաբար այդ հարցին լուծում ենք տալիս։ Հավաքում ենք պոչիկ, վсё,
Մոտավորապես այսպիսի։ Հանում ենք երկար մազիկները։ Եվ մեր այսօրվա չքնաղ պարիչոսկան, կարելի ասել համարում ենք ավարտված։ Всё, այս էր ուզածս ձգում ենք, հեսա մի հատ էլ լակ կամ գել կանեմ մի փոքր, որպեսզի իրենք մնան։ Տվյալ դեպքում երևի այս գելից անեմ։ Մի քիչ էլ գելը թրջեմ, որպեսզի լավ տարածվի եւ այսպես ենք անում։ Վերջին շրջանում իմ սիրած պրիչոսկաներից մեկն է դառել այս պոչիկը։ Իմիջիայլոց շատ անկեղծ ասեմ, վերջերս այս արցկինի տոնայինները, կոնսիլերները եւ այլնները շատ հավանում եմ։ Ու իմաստ չեմ գտնում տալ հավելյալ գումար, որպեսզի ստանամ նույն բանը։ Չգիտեմ, դուք ինչ կասեք։ Հավանում եք արցկինը, թե չէ։ Տոնային ենք անում։ Իրականում ուզում էի sense մի հատ sense անեի, ասեի, օ, տեսնում եք այն հին ձևերով, որ մի հատ ճպ անում, sense ես անում, մեյքափ է հայտնվում, բայց հետո հասկացա, որ դրա ժամանակը չեմ ունենալու, ավելավ այսպես խոսալով միասին արագ պատրաստվենք։ Ես տոնայինս ձեռքիս վրա եմ քսում հիմնականում, նոր տպտպացնում եմ բանով, բլենդերով, այս սպունգով դեմքիս, ինքը beauty blender չի, ինքը գոշի բանն է, սպունգն է ու ես իրան շատ հավանում եմ, արդեն երկրորդ անգամ եմ առնում, շատ սպունգեր եմ ունեցել, բայց այս մեկը ոնց որ թե շատ արագ է տարածում ու դուրս գալիս է։ Առել եմ որտեղից։ Լուել խանութից, իրանք էլ ինձ փող չեն տվել գովազդելու համար, այնպես որ ինչ կա անկեղծ ասում եմ։ Всё, դեմքի տոնը ստացանք։ Եթե նկատում եք, շատ նման է իմ դեմքի տոնը իմ վզի տոնին։ Այսինքն ես չի, որ դեմքս սպիտակ հուշը քեզ օրինակ է, իսկ վիզս, չգիտեմ, սև ես ինչ։ Հիմա միած արագությամբ պետք է անել մնացածը, որտեվ ուշանում եմ։ Թեթև պուդրայով չորացնում ենք, չնայած իրականում պետք է սպասենք մի 20 վայրկյան, ինքը նստի եւ այլն, նոր չորացնենք, բայց դա մենք այդ 20 վայրկյանը որտեղից ունենք, դրա համար որ շվանել չենք սպասում, արագ անում ենք, գնում ենք։ Սենց սպունգա, այս իմ սիրելի պուդրաներից մեկն է Mary Kay-ի, որը շատ մանր է եւ գինն էլ շատ հարմար իրականում, դրա համար հավանում եմ։ Հաջորդի վերցնում եմ իմ սիրելի Art Deco բան, ինչ էր անունը, ռումյանա, չէ, բրոնզեր, քսում ենք, տպտպացնում ենք, տեղավորում ենք, ստացանք, հաջորդը, տեղավորում ենք, թուշիկները ստացանք, ինձ էլ է հետաքրքիր քանի րոպեում ես իմ դիմահարդարումը սենց արագությամբ կավարտեմ էլի։ Նույն բրոնզերով ես ուրիշ բան չեմ օգտագործում, վերցնում եմ մի քիչ ավելի պուճուրիկ վրձին, որ ուղղակի աչքին հարմար լինի, էլի շպրտում ենք այս կողմ եւ մի հատ անցնում ենք աչքի վրայով, մի քիչ էլ տակով։ Այսքանը։ Ճիշտ է, ձեր մոտ լույսը հիմա այդքան էլ լավ չի, որտեվ ես լույսին հակառակ է կամերան դրած, բայց հեսա որ դուրս գամ արդեն կտեսնեք էլի իր արդեն վերջնական արդյունքը։ Так, ինչ է ել ուզում, հաջորդիվ, ուր ես իմ սիրելի սյուրմա, մալինկի սյուրմյոնըկ, так, չեմ գտնելու, ես կեզ, հաջորդիվ, սաղ պահում եմ կասմետիչկաների մեջ, դրա համար դժվար է գտնել, հեսա գտա, ունեմ սյուրմա, որը որ երկկողմանի է, մի կողմը սենց է, մի կողմը շտամպիկ, եթե դու ել ես ինպես, որ ձեռքերդ եսին որտեղից հաճում ու ինչ ուզում ես արա, եթե արագ ես անելու լավ չի ստացվելու, այս քո համար է։ Հիմա ես չգիտեմ ոնց անեմ, որտեվ այստեղ չեմ կարա բանանեմ, ցույց տամ, երևի պետք է թեքվեմ, կամ չէ։ Եկեք սենց անեմ, էլի։ Սենց անեմ ու սենց անեմ։ Այսի մեկ շտամպիկ կպցնում ենք, որից հետո վերցնում ենք ես, լցնում ենք մեջտեղը, հոպա, և պոչիկ ենք տալիս, ստացվեց շատ սիրուն, անցանք հաջորդին, փորձում ենք պրոստը նույն ձևով ճպսնել, երկու վայրկյան ա տևում ժողովուրդ,
Արդարա, լավ բան է։ Ինչ այլոց Վայլբերիզից եմ իրան ձեռք բերել, եթե ուզեք գրեք արտիկուլը ուղարկեմ։ Գրություն։ Եթե ուզում ես 3 վայրկյանում շուրմա գծես, այս հենց քո համար է։ Всё, շուրման էլ գծեցինք։ Տեսակ ես աշխարհում ավելի արագ շուրմա գծել չի լինում։ Տուշ, հանքերի գել եւ պամադա։ Շատ չեմ քսելու, սենց ուղղակի անցնում եմ թարթիչներիս վրայով։ Այսի տուշ։ Անցանք գելին։ Հոնքերի գելը քսելուց առաջ նորմալ պայմաններում պետք է հոնքերը մի հատ մաքրել։ Բայց քանզի վասնզի մենք դրա ժամանակն չունենք, Աստված իմ, ինչքան շատ եմ ասում, որ ժամանակը չունեմ, այդ զուտ նրանից է, որ աշխատանքի եմ ու աշխատանքի ասելով պետք է գնամ ստոմատոլոգիս մոտ։ Մենք իրար հետ նաև համագործակցելու ենք, էլի։ Ու պետք է լինեմ այնտեղ մեկին, իսկ հիմա 12:45 է։ Ճիշտ է, ինքը ինձ շատ մոտիկ է կլինիկան, բայց եթե հաշվի առնենք, որ մեքենա պետք է տաքացնեմ, արջին պետք է չիշիկացնենք եւ այլն, դա երկարատև process է։ Հաջորդիվ քսում ենք իմ սիրելի 07-ը lotion-ի։ Եվ լցնում ենք ներսը Oriflame-ի այս հետաքրքիր գույնի պամադայով։ Արդեն կարամ մեծ հաշվով պտտացնեմ դեպի ինձ, որտեղ աչքերս չեմ անում։ Ահա ինչ ստացանք։ Մի գեղեցկություն, մի հրաշք։ Եվ այս ամենը տևեց 6 րոպե 22 վայրկյան։ Ձեզ հետ շփվելով հանդերձ։ Հիմա չգիտեմ, հետ գնամ, առաջ գնամ։ Այսրանք պետք է հələ հավաքել, էլի, որ դուրսամ։ Սենց թափրտած պետք չի թողնեմ, լավ հետ գնանք, սենց անենք։ Մենք ձեզ հետ շփվենք եւ սա մի փոքր հավաքենք։ Չեմ ասի սենց պրյամ շատ սիրուն մաքուր հավաքելու եմ, բայց գոնեմ։ Ահա, սա էլ գնում է իր տեղը։ Սաները եւս գնում է իր տեղը եւ մենք որ գնում ենք մեր գործերին։ Ահա իմ վերջնական լուկը։ Մոտավորապես այսպիսի տեսք ունեմ ես, հեսա կհակնեմ իմ կուրտկան, ականջակալները ու всё դուրս են գալիս։ Արջուկարի արևս, արի հակնվենք, արի թաթիկները դուր։ Թաթիկները, օբրի մորչին։ Մինիմ ես քո շիլտիկին արա, շուն։ Правда քո ցեպիկը հեսա։ Շուտ արջիս իրա կուրտկան հակնի, որ գնա դուրս։ Всё, այսքանը Անտիր, всё, շատ արագ հետ եմ վերադառնում մի հատ տուն, որովհետև այսօր պետքա շունիկ տանեմ, եկեք սենց անեմ միկրոֆոնը պահի էլի, պետքա շունիկ տանեմ դիլի ջան, գործերից հետո, այնպես որ մեզ պետքա, որ շունիկների պայուսակը ինձ հետ լինի, առանց դրա ոչ մի կերպ չի լինի, էլի այդքան երկար ճանապարհ ձագուկին տանելը։ Սա մեր շունիկների պայուսակն է, իրա մեջ շատ փափլիկ ներդիր եմ դրել, տունիկ իրա համար պատրաստած, որպեսզի իրան լավ զգա ճանապարհին։ Աչքը թողես նկարենք արևս։ Ուրեմն երկու հատ այսպիսի բան եմ զակաց տվել, պատվիրել, իրանք հատուկ մեքենայի եւ տարբեր տեղեր կպցնելու համար են, որպեսզի DJI-կան կարանամ դնեմ։ Ոյ, շունչս կտրեց։ DJI-կան կարանամ դնեմ եւ ավելի հեշտ նկարեմ առանց ձեռքս բռնելու։ Այնպես որ այսօր էս էլ ենք փորձարկելու։ Ես չգիտեմ քանի ժամ է տևելու այս մեր վիդեոն։ Չգիտեմ ոնց եմ մոնտաժ անելու։ Ես հասա կլինիկա։ Այո։ Եվ այստեղ արդեն ինձ սպասում է դոկտորս։ Գնացինք մի հատ բարևենք։ Տեսնենք այստեղա։ Չէ, այստեղ չի սպասում։ Լավ, բախիլները հագնեմ, նոր առաջանամ։ Այստեղ էլ սպասում ենք դոկտորին։ Ահա, բարև ձեզ։ Ողջույն։ Դե հիմա էտա։ Ահա, մենք եկել ենք այսօր։ Մենք հակառակ ենք էլի նստած այս դոկտորի տեղն է, եթե ինչ սա այն որտեղ որ ինքն է նստած,
դա նորմալ պայմաններում իմ տեղն է, բայց ինչ-որ մի բան այսօր խախտվել է։ Իրավիճակը փոխվել, այնպես որ այս հանում ենք, որպեսզի իրար լավ լսենք։ Իդեպ, ինչ էի ուզում ասել, սիրելի հետևորդներ ջան, այսուհետ որ զանգեք WeDental, պատասխանելու եմ ես։ Եթե ինչ-որ խնդիրներ ունեք ատամիկների հետ, ուզում եք մաքրել, փայլացնել, սպիտակեցնել, վինիրներ տեղադրել եւ այլն, այդ հարցում ձեզ կօգնի դոկտոր Գորը, իսկ գրանցումներ կկատարեմ անձամբ ես։ Այնպես որ եթե ինչ մտեք WeDental-ի էջ, այդտեղ գտեք հեռախոսահամարը, զանգահարեք, պայմանավորվեք, եկեք ձեր զուբիկները սարքեք, որովհետև զուբիկները սարքելը առողջության ամենամեծ գրավականներից մեկն է։ Լիքը խնդիրներ այս աշխարհում ծագում են ոչ ճիշտ ատամնաշարի պատճառով ու առհասարակ ատամների վատ որակի պատճառով։ Հա բայց ո՞ր մասը սխալ ասեցի։ Ուզում եմ լսեմ, ո՞ր մասն եմ սխալ ասել։ Մենք բարեկամ ունեինք, ատամից մահացավ։ Լուրջ եմ ասում, բայց գիտես ինչի։ Իրար էշխելքից, օй չի կարելի մահացած մարդու մասին, հուսով եմ էդ իմ բարեկամները չեն նայի, այս մասը կկտրեմ լավ։ Որովհետև ատամի տակ հավաքված թարախ ուներ և մարդը որոշում է ստիպի բժշկին, որ իր ատամը հանի։ Բժիշկն ասում է, որ շատ հավանական է, որ կունենաս արյան վարակում և մաքսիմումը, որ կապրես, դա 3 օրն է։ Դե մոտավորապես, էլի։ Հա, դե էդի հիմա չէ, ես խոսում եմ 20 տարի առաջվա մասին, 20-25 տարի առաջվա մասին, ու այդ մարդը թուղթ է ստորագրում, որ ես ստիպում եմ բժշկին, որպեսզի ինձ վիրահատի և ատամս հանի, որտև չեմ սպասում 2-3 օր, մինչև թարախը քաշվի, այսօր պետք է իմ ատամը հանենք, ասում է 3 days later, 4 փայտիկ, 2 ծաղիկ։ Դե 20 տարի առաջն ու հիմա շատ տարբեր են, է։ Այո։ Իդեպ, ով չգիտի, հիշեցնեմ, իմ Instagram-ի էջում երևացել է այդ պահը, բայց YouTube-ի էջում չեմ ցույց տվել, որ ես նաև սարքում իմ ատամիկները, դոկտոր Գորը սարքում է իմ ատամները, այս պահին ես ժամանակավոր ատամնաշարով եմ, այս առաջի մի քանի, շատ մոտիկից եմ ցույց տալի, առաջի մի քանի ատամները, լնդերս ցույց տվեցի ձեզ սաղ, բանը, առաջի մի քանի ատամները հիմա ժամանակավոր է դրած, մինչև արդեն մենք սարքենք իմ սիրուն պուպուշ զուբիկները, նենց որ ես սենց զուբասիկ չեմ լինելու, իրականում դոկտոր Գորը որոշել էր իմ ատամիկները զայչիկ սարքեր, որ հետո ամեն անգամ գալուց ինձ գազար նվիրեր, բայց ես չեմ ուզում լինեմ զայչիկի ատամներ, չնայած ասում են շատ սազում է։ Արդեն ասում են, որ լսի։ Ես ուզում եմ լինեմ վամպիրշայի պես, այսինքն իմ այս ժանիքները լինեն երևացող, արտահայտիչ, նույնիսկ ստեղ կգցեմ, թե ինչ ատամներ եմ ուզում լինի, իմ ատամներին բավականին նման է լինելու, իմ սեփական ատամներին, այս զայչիկ պահը չեմ ուզում։ Я не зайка, ժողովուրդ ջան, я не зайка, я վամպիրշա։ Այսքանը։ Կարճ ասած ծայրահեղ փոքր է, բայց տարբերակը գտանք։ Մի հատ խնդրում եմ ինձ ասեք, ինձ բժշկուհի կսազեր, թե չէ։ Так, սիրելիներ, մենք նկարեցինք վիդեո ծառայությունների մասին WeDental-ի, որը կտեսնեք իրենց էջում, իսկ հիմա, всё, ուй, ուղղ մի հատ սա գցեմ, բախիլները հետը ստանում եմ, էլի։ Եվ ուղևորվենք մամայիս հետևից ու փոքրիկ ձագուկի հետևից, որին տանելու եմ Դիլի ջան։ Իմ համար շատ բարդ է բռնել շտատիվը և կամերան և դրա հետ մեկտեղ unboxing անել այս սարքը, այսպես ասած, որը պետք է այս մեկ։ Սա կարծես թե ինչեր է հետ է եկել։ Մագնիսական սարքեր, լավն էր բավականին։ Սա պետք է հագնի մեր DJI-կայի վրա, բայց հիմա հարց, եթե ես սա հագցնեմ DJI-կային, ոնց է միանալու իմ միկրոֆոնը դրան, որը որ հետևում է, եկեք փորձենք, լավ, եթե չեղավ, առանց միկրոֆոնի ենք մի որոշ ժամանակ լինելու։ Միացնենք, ինքը իմ դեմքը ֆիքսում է և
սենց աչու ձախագնում իմ դեմքի հետ մեկտեղ։ Այնպես որ այսօրվանից կարելի ասել, եթե այս կոնստրուկցիան պահի, որովհետև սա խնդիրային կոնստրուկցիա է, ինքը սենց հեշտ պահողներից չի, բան է, կարելի է DJI-կայով վիդեոներ նկարել ճանապարհից։ Շատ հավես։ Եվ մենք արդեն ճանապարհին ենք ու գնում ենք դեպի Դիլիջան։ Նորից ողջույն, էլի ես եմ ձեզ հետ։ Ես չգիտեմ թե ինչպես եմ մոնտաժ անելու այսօրվա վիդեոն, որովհետև ինքը չլինի 4-5 ժամանոց, բայց դա կփորձեմ։ Մեր ձագուկին հիմա այս պահին չեմ կարող նկարել, որովհետև ինքը այն հետևի պայուսակում քնած է, բայց հենց հասնենք սիրուն բանտիկով դուք իրար կտեսնեք։ Չգիտեմ գիտեք թե չէ, բայց ես նաև ունեմ շունիկների հետ կապված էջ, որտեղ թե ունենք տարբեր տեսակի շունիկներ, հիմնականում փոքր, թե նաև հեսաշուտով սկսվելու է մի հետաքրքիր ռուբրիկա շունիկների հետ կապված վիդեոներ լինելու, որը որ էլի ես կնկարեմ, հիմնականում կնկարեմ թե արջիս հետ, թե եւս բուջու շունիկների հետ, որոնք կլինեն մեր տանը։ Թե ոնց սովորացնես շունիկին, կոմանդաներ, ոնց պահես, ոնց խնամես, ինչ ուտացնես, ինչա կարելի, ինչ չի կարելի եւ այդպես շարունակ։ Ես գոզեմ երնիմ կատինը անձրևի, ես վերնիմ կունազանքով շարժու ձևի, ես դարնամ ամեն նշող կնգուշ կունազերի, ես դարնամ սեպյուր կամին կումազերի, դու իմ սեր, սարերի հողը, բերես կոքով, օրել կյանքում չէ, համարյա հասել ենք Սեմոյի մոտ, իսկ դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ ուտենք ժարի տարած կարտոշկա։ Ես Սեմոյի մոտ այդքան էլ չեմ հավանում ձուկը, բայց խելագարվում եմ իրանց ժարիտ կարտոշկայի համար, այնպես որ գնում ենք և կայանենք այդտեղ ժարիտ կարտոշկա ուտելու։ Դե ինչ հասել ենք Սեմոյի մոտ, ես ես խնդրում եմ վրասմա նայեք ես գեղեցկությանը։ Իհարկե սարսափելի ցուրտ է, բայց նաև հրաշալի գեղեցիկ, որ աստվածային տեղ է։ Սիրուն է էլի մեր Սևանը, ինչ խոսք։ Սևանով անցնելուց այ հենց իրա համար եմ ստեղ գալիս, այ իրա համար եմ գալիս, նայեք այս։ Իֆ կարտոշչկաների, իֆ։ Աստվածային է։ Եվ կերանք կշտացանք և նորից ճանապարհ ընկանք դեպի Դիլիջան։ Այստեղ ձյուն է գալիս նորից և կրկին։ Սևանի երևի թե ամենացուրտ հատվածներն ենք հասնում, իմ համար ամենացուրտը բանն է, ծովագյուղի այդ խանութի մոտ։ Ես ու Լալոշիկը հասանք արդեն Դիլիջան, այո, և գնում ենք արդեն այս աղջնակին հանձնենք իրա նոր ընտանիքին։ Գնացինք։ Ակրվենք։ Բարև ձեզ։ Եկեք։ Գրկի, սիրուն գրկի հլը իրան։ Բարև ձեզ։ Հավանեցիր Հաֆուին։ Հա? Լավն է։ Շատ։ Հենց էիր ուզում։ Հա։ Я прошу, не убивайте меня. Դու վախենում ես իրանից։ Մազերս բսկտվել են։ Դե ինչ է շունիկին է թողեցինք էստեղ, հիմա էլի ուղևորվում եմ մեքենա, որպեսզի գնանք մամայիս մորքուրի տուն։ Մամայիս մորքուրը ապրում է Դիլիջանում,
ու մենք երբ գալիս ենք Դիլիջան, անպայման գնում ենք իրան տեսակցության, որովհետև ինքը իմ տատիկի քուրիկներից ամենափոքրն է ու միակն է այս պահին, որ ողջ է դեռևս, այնպես որ մենք միշտ գնում ենք իրան տեսնելու։ Ուր փաթորն է կանչե։ Այսպես։ Լավուրի կամ Մոտի վրա բանը կպցրել, հիմա սրամ սախանում է։ Հայք վրես մինս։ Մենք հասել ենք տեղ։ Մարիամ ջելվեկա։ Գալիս ես նկարվենք, տատի։ Այո, այսպես նկարները։ Դա հայք մի վարքյան։ Արջին։ Շունն էլ եկել նկարվենք։ Դե ինչ մենք վերադառնում ենք արդեն Երևան։ Մեր սաղ գործերն արել ենք եւ ճանապարհ ենք ընկել դեպի Երևան։ Երեկոյան ժամը 10:04 րոպե երաժշտություն ենք լսում, բայց կարծես թե արհեստական ինտելեկտով դեռևս ինչ արեցինք այսօր։ Ամբողջ մեր գծած պլանները այսօր իրագործվել է։ Այն ինչ ուզում էի անեի, բոլորն արել եմ։ Այսինքն սկսած մարզանքներից, բացի ճիշտ ծննդակարգից այդ չեմ պահել, որովհետև չէի կարող կարտոշկա ժարիտը չուտեի։ Մնացածը ամբողջը արել եմ։ Հիմա արդեն վերադառնալու եմ տուն, մի քանի գործեր ունեմ այնտեղ անելու ու վсё, օրը համարենք ավարտված։ Հա, պետք է մոնտաժեմ այս վիդեոն անպայման, որովհետև վաղը առաջին օրն է, որ պետք է տեղադրեմ 75 օրվա չելենջը։ Հասել ենք Shell։ Թզուկից լիցքավոր եմ, ուրա, հենա թզուկից կանգնած է։ Որպեսի թզուկս ունենա բենզին, որ մեզ կարողանա էլի տանի աչուծախ։ Էս էլ արեցինք, որ չմնանք առանց բենզին, հլը նայեք արջից ոնց է ինձ սպասում, խնդրում եմ։ Հեսա մոտիկանանք, որ տեսնենք։ Սենց էլ չի երևել, ես իրան նայեք, ես իրա մռութը, ես իրա վիճակը, սրա ռոժը։ Մերնեմ երկու շուրտիկի նորաշուն, ինչև մեր ավտոն լիցքավոր են, ես կհասցնեմ արջիս հետ պաճպրտվեմ։ Ես հասել եմ տուն, ծայր աստիճան հոգնած եմ, այն աստիճան հոգնած եմ, որ այսօր հաստատ այս վիդեոն չեմ հասցնի մոնտաժեմ, կփորձեմ վաղն անեմ ու հենց վաղն էլ տեղադրեմ, որովհետև վաղվանից սկսում ենք արդեն նկարել երկրորդ օրը 75-րդ օրվա, այսինքն թե չմոնտաժեմ ինքը մնալու է, այնպես որ գնացի ջուր խմեմ, լվացվեմ, ցայվեմ ու վсё, շնթռել, էլ վրեսալ չկա, իրականում բավականին հոգնեցուցիչ է, էլի, մի օրվա մեջ Դիլիջան գնալ, հետ գալ, այդքան գործ անել, այդ ամեն ինչն անել, բայց շատ հաճելի է։